Այստեղ sense խնդիր կա, որը պետք է մենք հստակ իմանանք։ Նախ Սուրեն Պապիկյան դրա մասին այս վերջերս ասաց, դրա ոնց որ շատ քիչ մարդ ուշադրություն դարձրեց։ Ու տրամաբանորեն դրա մասին խոսեցինք, ասաց որ իդեպ դա էլ էր որպես ինձ գոնե ներկայացել որպես գաղտնի տեղեկատվություն, ես դրա մասին խոսում եմ, բայց թվեր երբեք չեմ հնչեցրել, բայց իրանք այդ թիվը հնչեցրեցին, ասացին այս տարի 16000 մարդ վարժական հավաքների է մասնակցել։ Մյուս տարի այդպես թեթևի մեջ ասացին մյուս տարի 20000 է դառնալու։ Քանի որ այս հիմնական պարտադիր ժամկետային ծառայության կրճատման հետևանքը երևալու է 27 թվականի ամռանը, երբ որ այս հունվարից է, չէ՞, հունվարին գնալու են տարուկես հետո 27-ի ամառն է դա երևալու։ Նախ երկու զորակոչ զորացրվելու է, երկրորդը արդեն հետևանքը այդ ժամանակ է երևալու։ Հիմա պայմանականորեն 27 թվին, այսինքն 2 տարի հետո վարժական հավաքների ոչ թե կարող է մասնակցի 20000 մարդ, այլ մասնակցի 30000 մարդ, որովհետև մարտական հերթապահություն խնդիր կա, պետք է իրականացես կամ ուրիշ բան կարա տեղի ունենա։ Պայմանական վերցնենք առաջնագիծը, պայմանական թիվ եմ ասում, ասենք մեր երկու դիրքերի միջև հեռավորությունը պայմանական վերցնենք 500 մետր է։ Այս դեպքում իրանք ուրեմն պետք է արանքից պոստեր անեն, այսինքն նոսրացնեն առաջնագիծը, որ կարողանան եղած ուժերով պահեն, որովհետև այն թվերը, որոնք իրանք հնչեցնում են, ատեստացիա, պաշտպան հայրենաց եւ այլն, այդ թիվը չի կարողանալու, չի գալու խնդիրները ապահովել, որ դու կարողանաս մարտական հերթապահությունը պատշաճ իրականացնես։